Լուսարոտին շարունակում է եւս մեկ անգամ ողջունում մեր շացրելի հեռուստադիտողին, ովքեր որ դեռ քնած են Երանի ձեզ, շարունակեք քնել, ովքեր որ արթնացել են արդեն աշխատանք են, ապրեք, պետք է աշխատել, որպեսզի մարես վարկերդ եւ իրականացնես երեխաների հետ երազանքները։ Գրքի պտոնին ընթരാճ փետրվարի 14-ին 15-ին տեղի կունենա գրքի եւ կրթության կարդալով փառատոնը։ Ամենամյա փառատոնը իրականացվում է արդեն 5-րդ անգամ։ Փառատոնի շրջանակներում սպասվող միջոցառումների, կրթական հաստատությունների, ցուցահանդեսների եւ նախկինում գրանցած հաջողությունների մասին խոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են կարդալով հարթակի համահիմնադիրներ Լևոնը Ստեփանյան, բարի լույս, եւ Տաթևը Սարդարյան, բարի լույս։ Բարի լույս։ Կարդալովի գաղափարի գիտեմ միտքը բարի ձերն է, ձևակերպումը ընդհանուր փառատոնը ձերն է։ Բայց եկեք մի հատ ընդհանուր հասկանանք ինչպես ստացվեց, որ այս ֆանտաստիկ բան արդեն անցկացնում է 5-րդ տարի։ Ու այս տարին իսկապես շատ է տարբերվելու։ Երևի մենք զգացինք պահանջ, հանրային պահանջ, որ պիտի այս փառատոնը գոյություն ունենա, մինչև փառատոնը իդեպ այս տարի մեր գործունեության 10 տարին է լրանում, հա, մինչև փառատոնը մենք 6 տարի կազմակերպում ենք շատ տարբեր գրքային այո միջոցառումներ, հանդիպումներ, գինարբուքներ, թեյարբուքներ, հանդիպումներ գրողների հետ, շնորհանդեսներ ու զգացինք, որ մի հատ շատ մեծ բում է պետք, կարելի ասել, ու որոշեցինք, որ փառատոնը կարող է լինել այն հարթակը, որը կարող է հնարավորություն ընձեռել սկսնակ գրողներին, ժամանակակից ստեղծագործողներին, արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչներին միաժամանակ հանդես գալ մեկ հարթակում եւ պետք էր մի հարթակ, որը կմիավորեր գիրքը, մշակույթ, այս տարի նաեւ կրթությունը ու մենք միշտ շեշտում եմ, որ վաղուց էլ չենք գրքի փառատոն չենք, մենք դարձել ենք հարթակ, որտեղ մարդկանց հնարավորություն ենք ընձեռում գտնել իրենց այդ պահին անհրաժեշտ աճի, զարգացման հնարավորությունը ու այս տարի ավելացրել ենք նաեւ կրթական էքսպոն։ Գիրքը շատ լավ բան է, գիրքը ինքնակրթության միջոց է, գործիք է, բայց գործիքը արդյունք է տալիս ճիշտ միջավայրում եւ մենք ստեղծել ենք այն միջավայրը, որտեղ գիրքը կարող է լինել այն աճման կետը, այն մոտիվացիան, որը մարդուն կտանի դեպի ինքնազարգացում։ Այս նաեւ գիտեմ, որ այս տարի փառատոնը նաեւ ընդգրկված է լինելու BS Cosmo-ն, բիզնես հարթակը, որտեղ 300-ից ավել բիզնեսմեններ միշտ իրենք հանդիպում են, քննարկում են նոր համագործակցություններ, ձեռբերումներ, հաղթանակներ, նոր sense թույն մտքեր են առաջանում, այ իրենց ներգրավվածությունը, հա, ինչով է պայմանավորված եւ արդյոք մասնակիցները փառատոնին կունենան հնարավորություն շփվելու BS Cosmo-ի, ասենք, անդամներից ինչ-որ մեկի հետ։ Քանի որ ես ինքս BS Cosmo-ի բիզնես ակումբի անդամ եմ, նաև BS Cosmo-ն ոչ միայն բիզնես ակումբ լինելուց, նաև հարթակ է, որտեղ մարդիկ ինքնակրթվում են, կա BS Cosmo Ակադեմիա եւ BS Cosmo Junior-ը, իրենք տաղավար ունեն եւ մասնակցում են Expo-ին եւ լինելով նաև իմ գործընկերը բիզնես համայնք որպես շատ գործարարներ տեղում ներկա են լինելու, հնարավորություն են ունենալու մարդիկ շփվել գործարարների հետ, այդ փորձի փոխանակումը դա եւս մեծ ինքնակրթության process-ի մի մաս է կազմում, իսկ BS Cosmo Ակադեմիայի Junior-ը իրենց առաջարկներով հանդես կգան, թե ինչ կրթական ծրագրեր են ներկայացնում հանրությանը, թե երեխաների համար, թե մեծերի համար։ Շատ լավ, նայեք, կարդալովը այս տարի ոչ միայն տենց ու պարզապես տենց գրքի փառատոնին ընդառաջ տենց մեծ սիրուն փառատոն, այլ ոչ շատ բան է իր մեջ ներառել, կարելի ասել հազարով մի բան է ներառել, նաև Հայկ Պետրոսյանի ներգրավվածությունն էլ կա, տենց շատ հետաքրքիր, եթե դա անակնկալ էր կամ շակերտները չեն կարող բացել այդ թատերական մասին, եթե կարող եք խնդրեմ ավելի մանրամասն։ Այո, իհարկե, ինչպես ես նշեցի եւ դուք էլ հաստատեցիք, այո, կարդալովը շատ հազարով մի բանի մասին է այս տարի եւ մենք ներառել ենք նաեւ թատերական ներկայացում, կարևորելով նաեւ ներկայացումների եւ թատրոնի դերը առհասարակ մշակութային կյանքում եւ մեր շատ լավ ընկերները Մանա Մխոյանը եւ Հայկ Պետրոսյանը հանդես են գալու թատերականացված ընթերցանությամբ, շատ հետաքրքիր պիես են ընթերցելու, որը շատ թեմատիկ է, որովհետեւ մենք նաեւ փետրվարի 14-ին ունենք Սիրո տոնը, ամուսնական փոքրիկ ոճիրներ եւ իդեպ մյուս Հայկ Պետրոսյանը, հայ երաժիշտ Հայկ Պետրոսյանն էլ հանդես է գալու հետաքրքիր համերգային եւ զրուցային ֆորմատով եւ դուրս է բերել շատ հետաքրքիր
պատմությունները, ինչպես են առհասարակ ստեղծվում երգերը, ինչպես են ստեղծվել Կոմիտասի ստեղծագործությունները եւ զրուցելու է եւ ներկայացնելու է Կոմիտասի ստեղծագործությունները իր գիտարով կամ ակապելա եւ այդ ամենից զատ մենք ունենք նաեւ ինտելեկտուալ խաղեր, 2 օր շարունակ մեր գործընկերները էքսպոզոնայում տարբեր հետաքրքիր առաջնություններ են կազմակերպելու, մրցույթներ, թիմային խաղեր, մրցանակներ ենք շատ ունենալու են գրքերի շնորհանդեսներ, ժամանակակիցները մեկ բեմում հանդես են գալու, խոսելու են այսօրվա իրենց ստեղծագործություններից, ինչ որ այսինքն հարց ու պատասխան բանո, հարց։ Պանելային քննարկման ձևով ժամանակին վերնատունն է եղել։ Հիմա մենք փորձում ենք ժամանակակիցներին բերել մեկ հարթակ եւ այդ իրական զրույցը ունենալ արդեն հանդիսատեսի ներկայությամբ։ Վաու։ Նաև գիտեմ, որ ուսումնական հաստատություններին է ընձեռվելու հնարավորություն արտահայտվելու, հա, ներկայացնելու իրենց գաղափարները, մտքերը, այդ դա ու միտքներ եւ արդյոք այս տարի է հենց այդպես թե բոլոր տարիների ընթացքում են ուսումնական հաստատությունները ընդգրկված եղել են իրենց գաղափարներով։ Սա առաջի տարին է, որ ուսումնական հաստատությունները ներկայացած են լինելու, մինչև այս կարդալով է եղել է ուղղակի գրքի փառատոն, այս տարի դուրս ենք եկել գրքերի սահմաններից ու արդեն գրքի եւ կրթության փառատոնն է, իսկ կրթությունն առանց կրթական կենտրոնների ու կրթական կենտրոններ, որոնք սկսած երեխայի մանկապարտեզներից մինչև մեծերի լեզվի կենտրոններ, համալսարաններ, ուսումնական կենտրոններ, դպրոցներ, բիզնես դպրոցներ, բոլորը մասնակցում են ու կրթության փառատոնը տարբերվում է նրանով, որ 0-ից մինչև 100 տարեկանները կարող են գտնել ինչ-որ առաջարկ ինքնակրթվելու, կրթություն ստանալու համար։ Օ, ֆանտաստիկ է։ Հետաքրքիր է նաև ուսումնական հաստատությունները Երևանից են, թե մարզերից էլ ունենք։ Ունենք եւ Երևանից եւ մարզերից եւ ունենք միջազգային հաստատություններ, որոնք հնարավորություններ են ներկայացնելու արդեն արտերկրում սովորելու մասով։ Հաստատությունները շատ չեն, մենք ունենք այս տարի մոտ 30 հաստատություն, բայց այդ 30 հաստատության մեջ, ինչպես Լևոնը նշեց, եւ կան մանկապարտեզներ եւ մասնագիտացման կենտրոններ եւ օրինակ HR դասընթացներ ներկայացնող կազմակերպություն եւ հոգեբանական դասընթացներ ներկայացնող կազմակերպություն, նորարարական IT ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային քոլեջներ, այսինքն մենք փորձել ենք հարթակ տրամադրել լավագույն կրթական հաստատություններին եւ կամուրջ հանդիսանալ, որտեղ փառատոնի այցելուն, ով ունի զարգացման ինքնակրթության նպատակ եւ մի կողմից էլ կրթական հաստատության ներկայացուցիչները անմիջականորեն շփվեն ոչ ֆորմալ միջավայրում։ Իհարկե միշտ կարելի է այցելել տվյալ հաստատություն, չնայած որ աշխարհագրական լոգիստիկ առումով դժվար է միաժամանակ փորձել այս զբաղված գրաֆիկում մի քանի տեղ այցելել, մենք այդ ամենը համատեղել ենք մեկ տեղում եւ այն կամուրջն ենք, որ անմիջականորեն իրենց հնարավորություն ենք ընձեռում զրուցել, ծանոթանալ, տարբեր հարցեր քննարկել։ Կարդալով արդեն Մոսկվա գնացել է, այս տարի էլ է Մոսկվա գնալու ու Ամերիկայի Միացյալ Նահանգներն ենք կարծես թե գնալու Օվկիանոս ծենքում, ինչը շատ ողջունել է ու շատ լավ է, ձեզ էլ շնորհավորում այդ արդյունքը, որտեղ վստահ եմ, որ ձեր համար դա ահռելի աշխատանքի մեծ արդյունք է, բայց հետաքրքիր է նաև արդյոք կա գաղափար մարզեր տանելու, որովհետև իրականում մարզերում այս ամենի կարիքը շատ կա։ Գյումրի, չգիտեմ, աշտարակ ինչ որ sense մոտիկ հնարավորինս տանում են, ինչ որ բաներ անում են, Հրազդանում ասենք երկրորդ թատրոնն է բացվել, գնալով փորձում են ինչ-որ բան անել, բայց կա ավելի հեռու, կան ավելի սահմանամերձ գյուղեր, մարզեր, որտեղ այս ամենի կարիքը շատ ու շատ կա նման գաղափար։ Չնայած որ հասկանում եմ, եւ կարող է ֆիզիկապես եւ ֆինանսապես դա իրականում բարդ է կազմակերպել։ Մենք արդեն 8 տարի, 7 տարուց ավել 2018 թվականից իրականացնում ենք գրքարշավ նախագիծը, Ծառանձին բան ենք արդեն։ Որի շրջանակում մենք ամեն ամիս արշավ ենք կազմակերպում Հայաստանի որևէ տեսարժանվայր կամ թեկուզ թաքնված որևէ գյուղ, որի մասին մարդիկ չգիտեն, գրքասերներով գնում ենք այդ գյուղի երեխաներին այդ հարթակը նաև փոքր փառատոն է դառնում, մենք նաև վրանային արշավներ ենք կազմակերպում Լոր գյուղում, Տաթևում, Տավուշի Չինչին գյուղում, տարբեր գյուղերում մենք արշավներ ենք իրականացնում ու այնտեղ մեզ հետ գալիս են ժամանակակից գրողներ, հայտնի մարդիկ, ովքեր այնտեղ շփվում են տեղի մարդկանց հետ ու այդ գրքասիրությունը մենք արդեն տարածում ենք Հայաստանում մի քանի տարի, ուղղակի դա կարդալով գրքի փառատոնը չէ, դա գրքարշավն է, որը նաև կարդալով հարթակի նախագծերից մեկն է։ Վաու, դա շատ ես եմ որ իրականում սա կարծում եմ մեր հերոստատուղի համար էլ
անակնկալ էր, որովհետև այո, իրականում այս ամենի կարիքը մարզերում կա, բայց հետաքրքիր մարզերում ինչպիսին է արձագանքը, որովհետև Երևանում հա կարծես թե արդեն սովորական է դարձել այդ ամենը, գրքասերները շատ են, օրինակ վերջերս մենք արեցինք մեր շացրելի խանութներից մեկի փառատոնի վերաբերյալ գաղտնի գրքասերը ու հասկացանք նաև որ օրեցօր շատանում են ընթերցողները եւ ժամանակակից գրականություն են շատ կարդում, ցավոք սրտի 5 գրականությունը կարծես թե անցնում է երկրորդ պլան, մի քիչ ոնց որ մոռանում են, բայց ժամանակակիցը մեծ տեմպերով ընթերցում են։ Այ մարզերում ինչպիսին է, հա, եթե այտենց ամփոփ ենք ընդհանուր։ Մարզերում բավականին ակտիվ է, մենք ունեցել ենք արշավներ, որ արշավել ենք մոտ 80 հոգով եւ մի 80 հոգի էլ մեզ տվյալ մարզում են սպասել, արդեն գիրքը կարդացած, պատրաստ, մենք նախորդ հայտարարում ենք, որ գիրքն է քննարկվելու ու շատ կարեւոր է այստեղ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մենք նախորդ պայմանավորվում ենք դպրոցների, համայնքային գրադարանների հետ եւ իրազեկում ենք մեր այցի մասին ու նախորդ մարդիկ երեխաները, երիտասարդները, նաև մեծահասակները գիրքը կարդացած մեզ սպասում են։ Մենք եղել ենք բոլոր, կարելի ասել, բոլոր մարզային գրադարաններում, Հայաստանի համայնքային գրադարանների մեծ մասում եւ այցելելիս էլ մեզ հետ պարտադիր գրքեր ենք տանում, որպեսզի ակտիվ մասնակիցներին, ակտիվ քննարկողներին թողնեն գրադարաններին ենք նվիրում, որ մեզանից հետո շարունակվի դա ու 1-2 տարի հետո որ նորից այցելում ենք տվյալ համայնք, արդեն տեսնում ենք այն նույն ակտիվ կարդացող մարդիկ շարունակում են կարդալ։ Իրականում բավականին Հայաստանում բավականին շատ են կարդում են ավելի շատ, քան մարդիկ մտածում են, թե կարդում են։ Այդ առումով մենք բավականին լավ կարգավիճակում ենք։ Շատ ողջունելի։ 5 տարի, հա, այսա 5-րդ տարին է արդեն, որ անցկացում է կարդալովը։ Ես չեմ ուզում հետ գնանք առաջին տարին, որովհետև առաջին, երկրորդ տարին սովորաբար ինչ որ բան որ նոր ես անում, հա, ինչ որ սխալներ կան, թերություններ կան, որ ուղղվում են կամաց միջով բերում ես այն մտքին, այն գաղափարին, ինչին որ դու ամենասկզբից պլանավորում ես։ Բայց ընդհանուր ամփոփելով, հա, ու պլյուս հաշվի առնենք, որ գնալով ժամանակները փոխվում են եւ ժամանակին համընթաց պետք է մաքսիմալ ապահովել եւ անել համապատասխան ստանդարտներին։ Այ 5-րդ տարին է արդեն, որ սենց ամփոփենք, ստացվում է անել այն, ինչ որ ի սկզբանե պլանավորած էր ձեր մոտ։ Միշտ ֆորս մաժորներ լինում են, ու մենք էլ դա գիտակցելով երբեք չենք խառնում իրար, բայց արդեն կարելի ասել այս process-ի մեջ պրոֆեսիոնալացել ենք ու ի տարբերություն առաջին կամ երկրորդ տարիների իհարկե ժամանակ էլ բավականին պրոֆեսիոնալ կարողացել ենք կազմակերպել 10-ից 9 ես կգնահատեի օրինակ առաջի տարիների աշխատանքը, հիմա բնականաբար մենք փորձում ենք էլ ավելի կատարելագործել, էլ թիմը ավելի մեծացնել, թիմը ավելի պրոֆեսիոնալ դարձնել, որպեսզի առաջի մի քանի տարին ես ու Տաթևը ու անմիջապես հենց երկուսով ենք ներգրաված եղել այս ամբողջ process-ի մեջ, բայց հիմա ունենք թիմ, ովքեր զբաղվում են մարքեթինգի մասնակետ, SMM մասնակետ, այսինքն յուրաքանչյուրը իր գործառույթը ունի, յուրաքանչյուրը իր կետում պրոֆեսիոնալիզմը իր դրսևորելով օգնում է, որ մենք ավելի մեծ տարածում ու ավելի մեծ համայնքներին հասանելի դարձնենք այս ամեն ինչը։ Կարի ունենք ժամանակ, ես կուզեմ կրկին անդրադառնանք Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այլ որքանով է ծրագիրը տարբերվում, հա, այնտեղից, այնտեղ այն ինչ որ անում եք այստեղ նույն կերպ ամեն բան այնտեղ արվում, թե մի փոքր տարբերվում է։ Սփյուռքում մենք առանձնահատուկ շեշտում ենք հայերեն գրի եւ հենց բուն հայերեն գրականության հասանելիությունը։ Ծրագիրը մեծ մասամբ մոտ է, մենք Մոսկվայում եղել ենք էլի 3 ժամանակակից գրողների հետ, այսինքն մեր նպատակը էլի եղել է ժամանակակիցներին ավելի ճանաչելի դարձնելը եւ մարդկանց հնարավորություն ընձեռելը, որ իրենք շփվեն իրենց ժամանակակիցների հետ եւ շատ կարևոր է, որ մենք այստեղից են գրքերը տարել, հա հայերեն 1.5 տոննա հայերեն հայալեզու գիրք մենք տարել ենք մեզ հետ Մոսկվա եւ տանելու ենք նաեւ Ամերիկա։ Արդեն մի անգամ տարել եք, որ գնացել եք Մոսկվա։ Այո, մինչև հիմա գրքերը այնտեղ են, հասանելի են, որ մարդիկ այս մի տարվա ընթացքում կարող են ձեռք բերել եւ ոչ թե մենք տեղի գրքի փառատոնն ենք անում, օրինակ տեղի գրողներին ենք հրավիրում, այլազգի կամ տեղի գրականությունն ենք վաճառում, չէ, մենք հասանելի ենք դարձնում հենց հայերեն գրականությունը ու այս
իմաստով մենք ունենք որոշակի խնդիր, քանի որ շատ մարդիկ, ովքեր վաղուց են տեղափոխվել, մարդիկ, ովքեր այնտեղ են ծնվել, մեծացել, չգիտեն ընդհանրապես հայերեն տառերը, եւ մենք եւս մեկ անգամ փորձում ենք խթանել իրենց ցանկությանը, որ սովորեն ընդհանրապես հայերեն կարդալ, որովհետեւ գրի եւ լեզվի պահպանումը շատ կարեւոր է ազգի ինքնության համար, ու մենք այդ բարդ խնդիրներից մեկը վերցրել ենք մեզ վրա։ Իդեպ միայն Ռուսաստանի Դաշնությունը կամ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն մեր պլաններում նաեւ Եվրոպան է, եւ մենք հստակ քայլերով գնում ենք առաջ։ Վау, այ ես եմ ասում, ես մտածում եմ, երբ որ առաջին անգամ սկսում էի, առաջին տարիներ, երևի մտածում էի, լավ, դա sense փառատոն կանենք, միջև տնենք ինչ է ստացվում, բայց արդեն 5-րդ տարին է ու մասշտաբներն ես նայում ու պլաններն ես նայում։ Օրինակ, ես վստահ եմ դուք արդեն պլանավորում ու այդ ձեր ասած Եվրոպան նաեւ մտնում է 2027 թվականի միգուցե պլանների մեջ։ Ես չգիտեմ, ուզում եմ ձեզանից խորհուրդ պարզապես մեր հեռուստադիտողին, որովհետև կան մարդիկ, ովքեր որ ամենավատ պատճառաբանությունն են բերում, ասում են ես ժամանակ չունեմ կարդալու։ Իրականում, եթե այդպես նայենք, ոչ մեկ չունի ժամանակ կարդալ, եթե այդպես նայենք, հա, բայց միշտ պետք է ժամանակ գտնել կարդալու, որովհետև այսօր մեծ հաջողությունների, բա ինչու՞ մի կերոսնազանգ պատասխանեք, որովհետև մեծ հաջողությունների հասած մարդիկ, բիզնեսմեններ, հայտնի դերասաններ, երգիչներ, երգիչներ, պրոֆեսորներ, մարդիկ այդ հաջողությունների հասել են ընթերցելով։ Ու ինչ ունեք երյակ եկեք մի հատ գրքի խորհուրդ տանք, որը որ պարտադիր է կարդալ, ըստ ձեզ։ Երեք տարբերակ ընդհանուր ասեք։ Ես քանի որ կարդալի ինքնին արդեն սովորություն է ու մարդիկ ունեն այդ սովորությունը կամ չունեն, ես ինքս միշտ խորհուրդ եմ տալիս ատոմային սովորություններ գիրքը, որովհետև այդ գիրքը կարդալով մարդիկ կարող են իրենց մեջ զարգացնել գիրք կարդալու սովորությունը, ազատվեն վատ սովորություններից եւ իրենց մեջ զարգացնեն լավ սովորությունները։ Իսկ լավ սովորություններից մեկը գիրք կարդալն է, որտեղ գիրքը ընթերցելը մեր ուղեղի վրա շատ մեծ ազդեցություն է ունենում։ Ես շատ սիրում եմ օրինակ Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը, որը խորհուրդ կտամ, որ բոլոր մարդիկ բոլոր տարիքներում ընթերցեն այդ գիրքը, Փոքրիկ իշխանը գիրքը, Ծաղիկներ Էլջերնոնի համար, սա մի քիչ գեղարվեստական ոճի գրականությունից, իսկ ավելի բիզնես մոտիվացիոն ոճի իմ ամենասիրելի գրքերից խորհուրդ կտամ Ֆիլ Նայթի Կոշկավաճառը, որը Nike ընկերության պատմությունն է, բիզնեսի հիմնադրի ձեռքով գրված, որը ոչ թե պատմում է, այլ ինքը ուղիղ իր ձեռքով գրել է իր պատմությունը, նաև գիրքը կոչվում է Երբ կորցրի ուսուցիոնս, դա Ռիչարդ Բրենսոնն է, դա արդեն համաշխարհային բիզնեսի հիմնադիր, կրկին գործարար, այդ արկածային պատմություններն է, որը բավականին հետաքրքրում է ու բիզնեսով կամ ինչ որ հաջողություն ճանապարհներ փնտրող մարդկանց համար լավ ձեռնարկ է։ Շատ լավ։ Եվ մի տարբերակ ձեզանից։ Ես Լևոնը արդեն նշեց երևի համաշխարհային հիմնականում գրականություն արտասահմանյան, ես կնշեմ մեր հայ հեղինակներից Աշոտ Աղաբաբյանին, իր նմանակը վեպը ֆանտաստիկ գործ է եւ շուտով լույս է տեսնելու կարդինալը։ Հատկանշական է Աշոտ Աղաբաբյանի ստեղծագործական այդ ողջ հարստությունը նրանով, որ բոլոր վեպերի հերոսները կենթանի հերոսներ են, գրեթե բոլորը, ու այն մարդկանց մասին, ովքեր ապրում են մեր կողքին եւ ովքեր գործել են այդ սխրագործությունները, ապրելով մեր կողքին իրենց հայրենիքի համար, բայց որոնց մենք չենք ճանաչում։ Եվ կնշեմ իմ վերջերս կարդացած մի գիրքը հենց այս պահին եմ ընթերցում, այն Ռենդի ակունքը, նոր է թարգմանվել հայերեն, էլի ինքը շատ ֆանտաստիկ գրող է, ես շատ եմ սպասել իր հայերեն թարգմանվելուն եւ շատ ուզում եմ առանձնացնել Գուստավ Լեբոնի Ամբոխների հոգեբանությունը, ես կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացի պիտի կարդա այդ գիրքը, որ երբեք չվերածվի կառավարվող ամբոխի, բավականին զարգացնող գիրք է։ Շատ լավ, հերոստատու ունեք տարբերակները, խնդրեմ ընթերցեք, լավ կլինի։ Եվս մեկ անգամ հիշեցնենք փառատոնին ովքեր կարող են մասնակցել, բոլորը։ Բոլորը, շատ լավ։ Փետրվարի 14-ին 15-ին չենք մոռանում գրքի տոնին ընթരാճ ունենք շատ սիրուն գրքի եւ կրթության կարդալով փառատոնը։ Այդ օրերին պարզապես սրճարաններ գնալու փոխարեն գնացեք մի ֆանտաստիկ մի բանի մասնակցեք, գոնե մի բան կավելանա եւ նաեւ կշփվեք ֆանտաստիկ մարդկանց հետ։ Մեր հյուրերն էին կարդալով հարթակի համահիմնադիրներ Լևոնը Ստեփանյան եւ Տաթեո Սարդարյան։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք ձեր էներգիա ու տրամադրության համար։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, ունենալու ենք տեսարժանքի պրեմիերա, իսկ ով է լինելու, ովքեր են լինելու, կիմանաք քիչ անց։